Free News-ի եթերում լուրերից դուրս հերթական քննարկումն է, այսօր տաղավարում իմ հյուրն է Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը։ Բարև ձեզ, պարոն Խուրշուդյան։ Եթե կարելի է այսպես ասել, պարոն Խուրշուդյան, մի ուրվական է շրջում հետընտրական Հայաստանում, դա Ռուսաստանի եւ փողերի ուրվականն է։ Մտածում եմ, ասեք Բարգավաճի ուրվական։ Դե ինչ որ կապեր էլ կան, էլի, հա։ Ինչ եք կարծում, այդ ուրվականը իր նպատակներին կհասնի Հայաստանում։ Չեմ կարծում։ Իրենք վաղուց են կորցրել ամեն ինչ եւ նրանց գնացքը արդեն գնացել է։ Սա ավելի շուտ պոստտրավմատիկ ինչ-որ սիմպտոմներ ոնց որ հիշեցնի իրենց համար։ Այն ամենակարևոր բանը, որ իրենք կորցրել են Հայաստանում, դա հայ ժողովրդի վստահությունն է։ Հայ ժողովրդի համակրանքն է, որը տարօրինակաբար իրենք ունեցել են։ Ես եւ շատերը գուցե նաեւ դուք չենք ունեցել, որտեղ իմացել ենք, որ դա մի կայսրություն է, որը երբեք մեզ ոչ եղբայր է եղել, ոչ էլ հավասար է մեզ ընկալել, այլ ընկալել է որպես հենց գաղութ, որին կարելի է մեկ-մեկ ասել, հա, մենք եղբայր ենք, բան չենք, բայց այդ եղբոր գաղափարը այստեղ է հիմնականում տարածվել, գաղափարախոսությունը զարգացվել, հələ ռուսներին հարցնեիք հայերը ձեզ եղբայր են, կզարմանային, ասենք հայերով են, որ մեզ եղբայր են։ Նույնիսկ հարցնեիք, թե մուսուլմանները մեզ եղբայր են, որ շատ հաճախ սոցհարցումները ցույց են տալիս, որ հայերին որպես բարեկամական երկիր, նույնիսկ միջև այս պատմությունները 4-5% մարդ ընդամենը ընդունել։ Իդեպ Ուկրաինային շատ բարձր տոկոս է որպես եղբայր ընդունել Ռուսաստանի, հիմա մենք տեսնում ենք, ուրեմն ավելի լավ է չլնել այդ ժողովրդի եղբայր, որ պետք է հա այդ օրը գցեն, կանցը հիմա իրենք այն հենասյունը, որ ունեին, դա այդ վստահություններ, որի վրա հենված չարաշահելով այդ վստահությունը, մեր շահերը այսպես խուրդում էին կամաց-կամաց ադրբեջանցիներին, թուրքերին եւ հասավ ճշմարտության պահը, երբ որ հայ ժողովուրդը հասկացավ ինչա կատարվում, բարեբախտաբար, չէ՞ ափսոս որ շատ ծանր կորուստներից հետո դա տեղի ունեցավ, ավելի շուտ հասկանանք, ավելի քիչ կորուստներ կունենանք, վստահաբար, այդ թվում Արցախը չեն կորցնի։ Եվ նման պայմաններում իհարկե Ռուսաստանի այս չքմեղությունները, փորձերը մեղքը բարթել նաև Հայաստանի վրա, Հայաստանի գործող իշխանությունների վրա, Արցախի կորուստի համար, կոլեկտիվ արևմուտքի վրա։ Հա, ում ասես, ընդ որում դեմ են տալիս հիմնականում հայ ազգի իրենց տարբեր Սիմոնյաններին եւ մնացածին, Բաղդասարյաններ եւ էլ չգիտեմ ինչ ունեն այնտեղ, որպեսզի ասեն, տեսեք, նույնիսկ հայերն են ասում այսպես։ Ավելին, հայերը ներողություն, Բաղդասարը օրերս կոչ էր անում ընդհանրապես Հայաստանը օկուպացնել։ Հենց մի երկու օր առաջ էր։ Կներեք, իսկ այստեղ չկան իրենց 5-րդ Շարասյան ներկայացներ, որ նամակներ են գրում։ Հա, դա էլ մի նոր Զորի Բալայան չկա, հիմա նոր Զորի Բալայանն առաջացել։ Ռուսաստանին նամակներ են գնում, որ մի ճանաչեք այստեղ ընտրությունները եւ այլն։ Քիչ էր մնում գրեք, եկեք հարցակվեք մեզ կարգեք գուբերնատոր, որ վերջապես մեր Բաղձալի կերակրատաշտին հասնենք, էլի։ Մի խոսքով, այդ է իրավիճակը եւ Ռուսաստանը առավելագույն ինչ որ կարող է անել, ինչ որ պատժամիջոցների, տնտեսական պատժամիջոցներ եւ այլն, որ հիմա անում է, ու իմ համար մի քիչ տարօրինակ է, որ ընտրություններից հետո մի քիչ խստացրեց նույնիսկ, որովհետեւ այն տրամաբանությունը, որը գործում էր, հուշում էր, որ իրենք ընտրություններից հետո անկախ արդյունքներից արդեն այդ գործիքը պետք է որ չուզենան օգտագործեն, որովհետեւ եթե գործիքը օգտագործում ես ու չի ազդում, հակառակ էֆեկտն է տալիս, հələ մի բան էլ այն վերջի գործիքն է քո, կարող է ընդհանրապես զրկվես նաև այդ գործիքից, որովհետեւ եթե տնտեսական պատժամիջոցներ շարունակվեն, մեր տնտեսվարողները ուզեն թե չուզեն, այն ինչ որ տարիներ շարունակ խնդրում համոզում ենք վարչապետը երեք ասեց, որ իրենք էլ են ասում նույնը, որ դիվերսիֆիկացրեք, ներդրում արեք որակի մեջ, որ կարողանաք Եվրոպայում այդ ապրանքները վաճառեք, ինչ որ չէին անում, որտեղ դե հասկանալի է, բիզնեսը կարճաժամկետ մաքսիմալ շահույթի հետապնդող ձեռնարկա, հա։ Առանձնապես որակի խնդիր չունենալով։ Հա, եթե ամեն ինչ կարելի է, նույնիսկ ամենավերջին աղբը կարելի է Ռուսաստան ուղարկել լավ վաճառել, ինչի՞ չանել։ Այդ է բիզնեսի տրամաբանությունը։ Հիմա եթե չկա բիզնեսի տրամաբանությամբ, ուզեն թե չուզեն, պետք է այդ ներդրումները անեն, կարող է մի քանի տարում ինչ որ մեծ շահույթներ չստանան, նույնիսկ կարող է վնասներ կրեն, ներդրումը միշտ ծախսերի հետ է կապված, բայց հետո շատ ավելի մեծ շահույթներ կստանան։ Միշտ միջնաժամկետ, երկարաժամկետ կտրվածքով բիզնեսը շահում է, երբ որ ավելի որակյալ շուկա է կարողանում մտնել։ Իսկ հիմա այդ շուկան առանց նույնիսկ այդ որակի ապահովման դռները բացել է մեր առջև։ Հա։ Նույնիսկ մաքս չի վերցնում։
ասում է բերեք, հա, հասկանում ենք ինչ նեղնեք, բերեք վաճառեք, բայց այդ չի կարա երկար տևի, բնականաբար զուգահեռ եւ իրենք էլ կօգնեն, Եվրոպան կօգնի մեզ, ոնց որ Մոլդովային օգնել, Վրաստանին օգնել, հիմա օգնում է արդեն 50 միլիոն կտրամադրի, ավելի մեծ էլ այդ ասաց Ուրսուլա ֆոն դեր Լայենը, որ դա ընդհանրապես սկիզբն է, ընդհանուր կհաշվարկենք, կտեսնենք ինչ է եւ շարունակական կլինի այդ աջակցությունը։ Հայաստանն էլ մեծ բեռ չի Եվրոպայի համար, գիտեք, 3 միլիոնանոց շուկա, բավականին սահմանափակ թվով ապրանքներ եւ այո, շատ ճիշտ է որ նույնիսկ ապրանքային դեֆիցիտ կարող ունենանք, եթե այդ շուկաները բացվի։ Եթե այդ շուկաները բացվի։ Ես գիտեմ օրինակ մի գյուղատնտեսի հետ խոսում էի, ասում էր օրինակ Ղարաբաղյան Էմիրություններից մեծ քանակությամբ որոշ ապրանքատեսակներ գյուղմթերքի պահանջարկ կա ուզում են, բայց այդ ծավալի չեմ կարողանում ապահովել, իսկ իրենք ասում են որ փոքր պետք է ապահովես, իմաստ չունի վերցնեմ, հա։ Այսինքն կա այդ հնարավորությունը կա, պարտադիր չի միայն Եվրոպա, այո, հնարավորություն կա հարևան երկրների ընդհանրավ վաճառել եւ կամաց-կամաց վերաուղղորդել, որ այլևս որևէ մեկը չկարողանա հերիք չի մեզանից մեր ապրանքները գնի, օգտվի բավականին համեղ մեր սննդամթերք եւ այլն, հələ մի բան էլ դա պատժամիջոց որպես կիրառի, ասի այ չեմ առնի։ Այդ չես առնի ուրիշին կվաճառի։ Դա այն սննդամթերքն է, որը օգտագործում ենք մենք հայերս, իսկ մենք լինելով երես առած այդ իմաստով, հա, ասենք նույն ծիրանը, մրգեղենը եւ այլն, հա, այդ նույն միրգը գնում է այնտեղ։ Ու վերջին տարին շատ թանկ էին կառնում, որովհետեւ մեծ մասը դուրս է գնում էր այնտեղ։ Ու 3 հատ բլոճ կտան, չէ՞, 3 մենք փոխանակվեցինք այդ տեղեկատվությամբ։ Ուրեմն Կրեմլում նստած բլոճները մեր սննդամթերքի մեջ բլոճ են ման գալիս։ Ու փակեցին Հայաստանից գնացող ամբողջ գյուղմթերքը, այդ թվում նաև չորամիրգը, հա, չրեղենը։ Լավ, ասենք ամենահեշտ լուծվող խնդիրը դեպ չրեղենի հետ է կապված, որտեղ ուշ փչացող է, տենց միանգամից չի փչանում, հանգիստ կարելի է ուրիշ շուկաներ գտնել ու վաճառել։ Շատ լավ, մեր ընտրություններում գրանցված այս արդյունքը, ես նկատի ունեմ քաղաքացիական պայմանագրի օգտին տված քվեները, հա, 700,000-ից ավել, 730, եթե չեմ սխալվում, դա ռուսների համար ընդհանրապես ահազանգ չի։ Իհարկե ահազանգ է, իրենք հասկացել են արդեն իրենց աղմուկը վայնասումը, որ հիմա նայում ենք իրենց հեռուստաալիքներով, ցույց է տալիս, որ իրենք հասկացել են, որ կորցրել են Հայաստանը եւ մեծ հաշվով Հարավային Կովկասը։ Իսկ ավելի լայն իմաստով, հենց որ Հարավային Կովկասը իրենք կորցնում են, Հյուսիսային Կովկասն են կորցնում եւ հիմա արդեն հնչում են իրենց մոտ ձայներ, որ հեսա հաջորդը լինելու է Դաղստանը, Չեչնյան, ոնց եղավ, բա ոնց, անգամ Վրաստանը։ Բա հիշեք այն ժամանակ, երբ որ հանձնում էիք, ձեր դաշնակցին հանձնում էիք, երբ որ ձեր դաշնակցի թշնամուն, ով ՆԱՏՕ էր բերում տարածաշրջան, Թուրքիային բերում էր տարածաշրջան, դուք էլ ծափ եք տալիս, ասում եք համատեղ օպերացիա արեցինք, այդ ժամանակ մտածեիք, որ զոհաբերում եք ձեր դաշնակցին։ Բայց հիմա զոհաբերեցիք բրծակ, հիմա էլ ուզում եք այդ ինչ որ մնացել այդ դաշնակցից նույնիսկ չուզենա ինքն իրեն պաշտպանի ուրիշ դաշնակիցներ գտնի։ Այդ ոնց եք պատկերացնում, ասեք, այդքան վատ կարծիքի եք մեր մասին, որ այդքան մենք չկանք, այդքան տգետ ենք, այդքան անճար ենք, որ միշտ ձեր գրպանում sense պետք է լինեք Լուկաշենկոն էլ անդադ պետք ասի Կուդավիջենից, էս։ Ընդ որում իրենց համար իմ կարծիքով նաև շատ լուրջ ահազանգ էր Վրաստանի վարչապետի առաջինը շնորհավորելու հանգամանքը։ Ընդ որում երկու անգամ շնորհավորես կարելի։ Ես ավելին ասեմ, Կասիմ Ժոմարտ Տոկաևի շնորհավորանքը, Ղրղստանի նախագահի շնորհավորանքը, ԱՊՀ դիտորդական առաքելության դրական գնահատական ընտրությունների լրիվ իրանց պլաններին հակառակ է, չնայած իրանք սիրում են անդադասել, всё идет по плану, իրանց պլանով ամուշտ է, իրանց պլանով էլ թողնեն շարունակվի։ Շատ լավ, Հայաստանի տնտեսության մեջ մեծ փոփոխություններ են տեղ ունենում, մենք բոլորս ակնհայտորեն տեսնում ենք, այն նույն այս սանկցիաների պատճառով մեր ապրանքները նոր շուկաներ են գտնելու, բայց բացի այդ մենք տեսանք ընտրություններից առաջ էր AI-ի գործարանը, հա, մենք երբևիցե պատկերացնում ենք նման բան կլինի, ընդհանրապես այն դեմ խոսացողները ասում են դա ընդամենը թուղթ է, բայց թուղթ չի, արդեն հողի վրա աշխատանքը սկսել է։ Եվ եթե մենք Ռուսաստանից չփոխվեինք, գոնե այս հայտարարությունների եւ դիրքավորումների մակարդակով, բնականաբար հələ շատ պայմանագրերով դեռ կցված ենք, բայց այդ արդեն չգործող պայմանագրեր են նույն հապկինը, հա։ Եթե չփոխվեինք, բնականաբար ոչ մի այսպիսի բան չէր լինի։
Եթե արևմուտքը վստահ չլիներ, որ Հայաստանը Եվրոմիության ուղղությամբ է գնում, այս ամեն ինչ չէ լինի։ Դա ասում եմ հատուկ են մարդկանց համար, ովքեր ընկել են դավադրապաշտության դաշտ, ասում են, գիտեք, այս ամբողջը խաղա թատրոնն է, հեսա։ Պուտինը դաբրո է տվել, հա։ Տվել է իրար հետ Նիկոլ հետ պայմանավորվել են, այս լրիվ թատրոնն է, լավ էլ էս այդ աշճանի մանկամիտ ոնց կարելի է։ Արևմուտքներ չունի հատուկ ծառայություններ, չունի վերլուծական վիթխարի կենտրոններ, ոչ մի բան չի։ Սա հիմա են իրանք հանճարներով նստած այդ դավադրության տեսությունները նես լավ բացահայտել են, էլի։ Լավ, մեզ ինչ ապացուցեց, ինչ ցույց տվեց այս ընտրադեսանտային արշավանքը Հայաստան։ Մեր հայրենակիցների, հա, ասենց ճակերտավոր եմ ասում բոլոր նրանց, ովքեր եկել են փողի դիմաց կամ պայմանավորվածությունների դիմաց, եկել են մասնակցել են քվեարկության։ Ես չէի ուզենա շատ էմոցիոնալ դաշտ մտնել այդ առումով, ռացիոնալ պետքա քննարկել, տեսնել ոնց պետքա այդ սպառնալիքը հաջորդի ուղղակի չեզոքացնել։ Դրա ամենակարճ ճանապարհը ճիշտ օրենքն է, օրենսդրական փոփոխություններ, որը ցենզը կմտցնի, եւ լավ է, որ իշխանությունները արդեն դրա մասին խոսում են, դրա այդ համակարծիք են։ Բնակության ցենզ, եթե դու 5 տարի, 10 տարի Հայաստանում ոչ ապրել ես, ոչ հարկեր ես մուծել, քո տեղեքը չեն ծառայել, այստեղ գնացել են եսին որտեղ ոսկի ոչ ընդեղ էլ ոչ էլ ընդեղ են ծառայել, ճիշտն ասած, բայց ամենայն դեպս դու ընդեղ ես բարիքներ ստեղծել, ամենակարևորը քո աշխատանքի արդյունքը դու շենացրել ես ուրիշ երկիր։ Հետո դու գալիս ես այստեղ ասում ես ձեր ղեկավարը պետք է սա լինի, դա ճիշտ չի։ Իրավական տեսակետից էլ ճիշտ չի, էլի, որովհետև իրավունքը մի քիչ կոնկրետ է, հա, այդպես ձգողական իրավունք չի կարող լինի։ Այնքան որ դու մի անգամ քաղաքացիություն ես ստացել, վերջ, լրիվ իրավունքներից պետք է օգտվես, իսկ պարտականությունները կարող ես չկատարել, այդպես չի լինում։ Իրավունքի հետ լինում է պարտականություններ։ Այդ պարտականությունները ովքեր էստեղ կատարում է, ովքեր այդ ծանրությունները կրում է, նաև իր որոշման համար, այլ ոչ թե գալիս է, ընտրում ու թռնում, ասում է, այս նույն օրը պետք է թռնեմ, որտեղ կարող է բարդություններ լինի։ Բա որ գիտես, բարդությունների է բերելու քո ընտրությունը։ Ուր ես եկել մեր հարամանում, ասում ես, երեխեքը վտանգավոր, բա այստեղ մարդիկ չունեն երեխա, որոնց համար վտանգ է քո արած ընտրությունը։ Մի խոսքով, ուզում ասեմ, այդ օրենսդրական փոփոխություններով հանգիստ այդ հարցը կլուծվի եւ մյուս ընտրություններում արդեն ոչ մեկ չեն կարող։ Այդ մեկ, երկրորդը, ընտրակաշառքի պահով, էլի հայի հետին խելքն է, չէ՞, ամենալավը։ Այդքան ասում ենք իրավական բարեփոխումներ, որ տապալել եք բարեփոխումների իրավական դաշտում, դատարանները մնացել են կոռումպացված եւ այլն, անպայման պետք է էլի այդ ուխտը գար չոքեր նաեւ իշխանությունների դուրը, որ նոր վարչապետը հայտարարեր, որ սա անընդունելի է, որ պետքա փոփոխվի, որ կոռումպացված է դատարանները եւ այլն եւ այլն։ Գիտես, մի հետաքրքիր հարց էլ կա, էլի, նոր որ խոսում ենք այդ իրավունքներից, պարտականություններից քաղաքացիներին վերաբերվող, մանավանդ մեր արտերկրի, հա, ապրող կամ երկքաղաքացիներին։ Ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ, դուք օգտվում եք Հայաստանի սոցիալական ծրագրերից, հա չէ, գալիս են Հայաստան, ասենք ապրելով այս երկրում, այն երկրում, վաստակելով, հարկեր վճարելով այն երկրում, բայց որ գալիս եք Հայաստան օգտվում եք, Աստված մի արասը, եթե ասենք դեպքա պատամ, շտապ օգնություն, հիվանդանոց, անվճար օգտվում եք։ Լավ, ինչու եք դուք դառնում գործիք, ինչ որ ուժերի ձեռքին, ձեր երկրի դեմ։ Էլ չասած, որ վաղը մսոր իրենք չգիտեն, որ Ռուսաստանի հետ ինչ ալնելու, ու իրենք գոնե այդ նավահանգիստը կունենան, որ իրենց նավակը բերեն, այդ ալեկոծվող ալիքներից պաշտպանվեն։ Որտեղ Ռուսաստանը այն վիճակում չի, որ ինչ որ հույս ունենան, որ զարգանալու է կամ դրական ինչ որ տեղաշարժեր ալնելու, ոչ, շատ վատ ալնելու ընդեղ, եւ տնտեսությունը, եւ սոցիալական վիճակը։ Հələ պատերազմել որ ավարտվի, դա էլ մի ուրիշ խնդրեմ է ստեղծելու։ Այդ բոլոր հանցագործները, որ այնտեղ այդքան արյուն ու սպանություն են տեսել, գալու են լցվեն միլիոններով։ Ով որ արդեն գալիս է արձակուրդ սպանություններ ու բռնաբարությունները, որ անում է արդեն լուրերա, որ լսում ենք, բայց այդ բոլորը որ կան լցվեն, դուք ընդ ոնց եք ապրելու։ Ու մի հատ այդ ստեղի այդ կղզին մի ապականեք, որ գաք վերադառնաք հանգիստ, մանավանդ Եվրոպան էլ աջակցում է, որ նորմալ երկիր դառնանք, զարգանանք։ Արդար նաև երկիր լինի, արդարադատությունը լինի, մարդկանց իրավունքները պաշտպանվեն։ Ոչ թե մի հատ նոր դիկտատուրա գլխներից սարքեք, ոնց որ ձեր մոտ է, ասենք։ Պուտինից շատ գոհ եք որպես դիկտատոր, ինտերնետները տանջատեց, խոսալ չեք կարող խոսալ։ Մի հոգի մի հատ սպիտակ թղթով գնում, կանգնում է, բռնում, նստեցնում են։ Իհարկե, եթե Հայաստանի դեմ չի, եթե Հայաստանի դեմ 1000 հոգի էլ հավաքվեն, թույլ են տալիս։ Շատ լավ է։ Բալաշիխայում հենց օրերս հայերին էին ծեծում։ Այո։ Այն ռուսական ռուսկայա община, այդպիսի մի կազմակերպություն կա, նոր նեոնացիստական կազմակերպություն,
մտել էր մի քանի համալիրի տարածք, հա, շենքերի համալիրի տարածք, ու սկսել էր ծեծել, ունդեղ հայերի ձայներ են լսում, ես վստահ չեմ կարող ասեմ, բայց այդ ուխտը չոքելու է, չէ, հայերի առջև։ Աստված մի արա։ Դա այն պայմաններում, որ այդքան ծառայամտություն ցուցաբերեցին, այնտեղի հայերը եկան, քվեարկեցին, մեծ մասի մասնախոսքը, ոչ բոլորի իհարկե, բարեբախտաբար կան մարդիկ, որոնք որ նորմալ եւ եկել են հատուկ նորմալ քվեարկելու համար, բացի իրենց կամքով առնվազն իրենց խղճի մտող, բայց նաեւ մարդիկ կան, որ չեն կիսում այդ մոտեցումները ռուսական է շիզոֆրենիան, բայց ամեն դեպքում բոլորին միասին պատժում են իրանք, որտեղ իրանք այդ այսօրվա համակարգը Ռուսաստանում գործող չունի այդ արդարության զգացողությունը, բարոյականության որևէ սահմանափակում չունի։ Իրենք կան որպես կայսրություն, իրենք տերերն են, մնացածը բոլորը ճորտ են։ Ովքեր որ ճորտի թշնամի են, կամ ճորտ կամ թշնամի, իրենք ընկեր չունեն, որտեղ իրենք միշտ ճորտ են եղել։ Իսկ ճորտը կամ պետք է ինքն էլ ուրիշ ճորտ ունենա։ Այդ սինդրոմը միշտ իրանց մոտ կա։ Նիչեն շատ լավ ձևակերպում ունի, էլի, որ չի կարա ճորտը ոչ ընկեր կարա լինի, ոչ էլ իրեն կարան ընկեր ընդունեն, որտեվ ինքը կամ ծիրանա կամ ճորտա։ Ասենք այդ հոգեբանությամբ է։ Հիմա այդ է, ցավոք սրտի այդ ժողովրդի մեծ մասը այդ վիճակում է, դրա համար էլ միջև հիմա Պուտինին ընդունում են որպես լավ ցար։ Ասենք ինչ գլխներին անում է, մի հատ տարական adekvat վերաբերմունք, մտածողություն չկա, որ մի հատ նայել լավ, ասենք ուկրաինացիներ մեր եղբայրներն են։ Ինչն էր մեզ պակասում, որ գնացին, քաղաքներ ոչնչացրեցին, 100,000-ավոր մարդիկ սպանվեցին, զոհվեցին ու ասենք թշնամացրեցին վերջնականապես այդ ժողովրդին 50%-ը ռուսամետ էր։ Ես ինչքան գնում էի Ուկրաինա միջև այդ դեպքերը, կեսը ռուսամետ էր, մեծ մասը ռուսերեն էին խոսում։ Ասենք մի քիչ նորմալ վերաբերմունք լիներ, ասենք Եվրոպան ոնց է աշխատում, այդ soft power-ով միշտ երբեք ինչ որ ճնշումների միջոցով բան ժողովրդի հետ չի խոսում, ժողովրդի հետ այդ լեզվով չի խոսում։ Փորձում է սիրաշահի, լավ բաներ առաջարկի, որ գայթակղիչ դառնա, որ այդ ժողովուրդը ինքը ուզի գնա դեպի Եվրոպա։ Առավելություններ է առաջարկում։ Ռուսաստանը լրիվ հակառակը։ Պատժամիջոցներ կսպանեմ, կծեծեմ քո մարդկանց տեղի, իմ պատանդներն են, չհամարցակվես ես անես, կթողեմ սանկցիաներ, որ չկարողանաս առևտուր անես մեր հետ։ Հա, Եվրոպան, Ամերիկան էլ է սանկցիաներ անում ագրեսիվ պետությունների դեմ, ովքեր որ թշնամանք են տարածում, ովքեր որ հարձակվում են սրանց վրա, բայց ոչ այն ժողովուրդների դեմ, որոնք որ իրենց ընտրությունները, ասենք, չեն ուզում կապեն Եվրոպայի հետ։ Ոնց որ Հայաստանը 13 թվին Սերժ Սարգսյանը 4 տարի բանակցեց, 100 միլիոնավոր վարկերը վերցրեց եվրոպացիներից, հետո ասեց կներեք, ինձ սպառնում է Ռուսաստան, պետք է գնամ դեպի Ռուսաստան, Եվրոպան քո գործն է։ Այս չի որ խնդրում ենք քեզ գազ։ Դուք եք ուզում, դուք եք յալվար եկեք բանակցում եք որ գաք Եվրոպա, հետո չեք ուզում մի եկեք։ Երեք են բոլորիս հայտնի Պլատոշկիններ նորից եթեր մտել, գիտեք են կոմունիստ Պլատոշկինը, որը վերջերս էլի շատ ագրեսիվ, կայսերական հայտարարություններ են անում, բայց երեք ինքը մտել էր եթեր ու ասում էր, լսեք, ռուսներին էր ասում, դուք ինչ եք ուզում հայերից ընդհանրապես։ Այդ մարդիկ հայտարարել են, որ իրենք միանում են Եվրամիությանը, ոչ։ Եվրամիությունը հայտարարել է, որ այդ մարդկանց այդ երկիրը ընդունում է Եվրամիություն, ոչ։ Կանգնել է մի քանի անգամ Նիկոլ Փաշինյանը, ասել է, որ մեր պլաններում գոնե թե այս առաջիկա ապագայում նման բաներ չկա, առավելագույնը չափորոշիչներ։ Հա, ինչ, որ իրանք ուզում են լավ չափորոշիչներ դնեն, վատ են անում, դրա ի՞նչն է վատը։ Ինքը այդ հարցերը ուղղում է իր ռուսական կայսրությանը։ Ես իր հարցադրումները չեմ ընդունում, որովհետև այո, մենք որոշել ենք, որ պետք է միանանք Եվրամիության եւ դրա մասին օրենք ենք ընդունել։ Հա, ինքը դրա մասն էլ ասեց, հա։ Ասեց, բայց ասում է, այս պահին ոչ էլ ասում է, հիշեք Թուրքիային, հիշեք Մոլդովային, մյուսներին, դա տասնյակ տարիներ տևող process է։ Հիմա դուք այս պահին ինչ եք ուզում։ Ինքը շատ լավ գիտի ինչ են ուզում։ Գիտի իհարկե։ Այդ մարդիկ, ովքեր որ հիմա հայերի ջանն են ընկել, իր ջանն էլ են ընկել։ Գիտեք, ինքը ձերբակալանավորված էր, քանի տարի նստեց իր հայացքների համար, ինքը քաղաքամարտարկել է եղել, որպես կոմունիստ ընդդիմություն։ Եվ ինքը կալանքի էլ է, ինչ որքան ես հիմա չգիտեմ, բայց ահագին ժամանակ ինքը նստել է։ Եվ ինքը լավ գիտի Պուտինը ով է, ռուսական կայսերապաշտությունը ով է, եւ ինքը ուրիշ բաներ ասում, այդ մեկը դուրս եկա, որ պարզ տեքստով ասում էր, հայկական համով ապրանքները
չեք առնում, ինչու եք փոխարինել։ բացի դա կգնան ուրիշներին կծախեն։ Եվրոպան կառնի, արդեն առնում է, ցույց է տալի, ասում է, արդեն եվրոպացիները ասում են եկեք բերեք։ Իդեպ շատ լավ տենդենս գնաց։ Լեհերը ասեցին ձեր ծիրանը կառնենք, լատվիացիները ասին ձեր ծաղիկները կառնենք։ 27 երկիր կա Եվրամիությունում, ամեն մեկը մի բան առնի, կպրծելի մեր ապրանքը։ Հոլանդյան բիրժան բացեց։ Ծաղիկների բիրժան։ Դրա համար 10 տարիներ էր պետք որ հայկական ծաղիկը մտներ հոլանդական բիրժա։ Հիմա իրանք բացեցին բորսան։ Այնքան փոքր է մեր արտադրանքը, այնքան քիչ է, Եվրոպան ահռելի շուկա է եւ իրենց համար միած sense համ կառնեն մեր բոլոր ապրանքները կառնեն բավական թանկ գներով։ Պետք է ընդհանրապես նորմալ որակ ապահովել գոնեն տարական։ Հա, որ հանգարցը բզեզները բլոճները։ Եվ իհարկե մենք միջ ընտրությունները առիթ չունեն սանք հանդիպելու այս տաղավարում, բայց չեմ կարող չանդրադառնալ հայկական ռազմարդյունաբերության այս շռնդալից ներկայացմանը, որ տեղ ունեցավ թե հրապարակում, թե փողոցում դրված էր եւ նաեւ ցուցահանդես համալիրի։ Այդ դրա մասին ուզեի որ խոսեի։ Ամենահեռանկարային ուղղությունն է ոչ թե միայն մեր անվտանգությունը ապահովելու եւ զարգացնելու, որտեղ միշտ տեղական արտադրություն նախընտրելի է եւ տնտեսությունը զարգացնելու նախընտրելի է, որտեղ դու երբ որ տեղում ես արտադրում, համ տեղում աշխատատեղեր ես ստեղծում, տեղում հարկեր ես վճարում, սոցիալական խնդիրներ ա լուծվում, հա։ Եվ ամենակարևորը լոգիստիկ խնդիր վաղը չես ունենա, երբ որ քո վրա ինչ-որ մեկը հարցակվի, չես նայելու թե ով ճանապարհ կտա, որ դրսից ինչ-որ բաներ կրես, դու ինքդ կարտադրես, բայց հիմա քանի որ խաղաղության ենք մենք գնում, պակաս կարևոր չի դրա տնտեսական էֆեկտը որպես արտահանման ներուժ ունեցող։ Իսկ այսօր շատ լավ է, որ մենք արդեն ունենք որոշ արտադրատեսակներ, որ նույնիսկ եվրոպական երկրներ կարող է արտահանենք։ Օրինակ բաղադրիչներ, պարտադրիչի ամբողջական պատրաստի արտադրանքը, որոշ բաղադրիչներ, որը շատ ավելի էժան է այստեղ արտադրելը, եւ արդեն ունենք պայմանագրեր, ուղղակի այդ ուղղությամբ պետք է աշխատել, որ այդ ծավալը մեծացվի։ Հիմա քանի դռները բաց է Եվրոպայի, իսկ եվրոպացիները հիմա մրցակցային առավելություն են տվել հայերին։ Հասկանում եք, չէ՞, մենք այդ սննդամթերքը որ ուղարկում ենք, շատ ավելի էժան է Թուրքիայից եւ ավելի որակով, որովհետեւ թուրքերը արդեն այդ սովորել են եվրոպական ստանդարտներին համապատասխան նույն ծիրան աճացնելը։ Էլի մեր ծիրանն է, հայկական Բարսավանդակի ծիրանն են ուղարկում, Մալաքյան դարձել է համաշխարհային կենտրոն ծիրանի արտադրության։ Այն ծավալի ծիրաններ ենք արտադրում, որ Հայաստանը երազում նույնիսկ չի տեսել։ Բայց երբեք համեմատելի չի։ Չեմ կարող ասել, Մալաքյան մեր Չէ, ես առիթ ունեցել եմ այդպես հետաքրքրել։ Գուցե Արարատյան դաշտավայրը ավելի բան է, բայց կապ չունի։ Ուզում ասեմ, բայց ամեն դեպքում ընդունելու են մեր ծիրանը որպես էլի աջակցության ժեստ, որ մենք Ռուսաստանին այդ բանը կարող ենք դիմադրել այդ ճնշումներին։ Այդ նույն պատուհանը պետք է օգտագործել նաև ռազմարդյունաբերության ոլորտում եւ դրա համար պետք է նորմալ կապեր ստեղծել եվրոպական երկրների ռազմարդյունաբերությունների հետ, հատիկ առ հատիկ բոլոր երկրների գտնել, տեսնել, պայմանավորվել, դեսպանատները մեծ աշխատանք տեղ ունեն անելու, ռազմական կցորդները, բայց նաև տնտեսական կցորդները դրանով պետք է զբաղվեն։ Ամեն մեկի վրա պետք է պարտականություն դրվի, գոնե մի պայմանագիր ապահովել որևէ հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկության հետ։ Քիչ ամենում ես բանու գործից թողեմ դրանով սկսեմ զբաղվել։ Ընդ որում ռազմարդյունաբերությունը նաև լոկոմոտիվ է տնտեսության համար։ Այդ եմ բարձր տեխնոլոգիաներ, գիտական ներուժ, ամեն ինչ։ Այո, այն որ գիտության վրա այդ մեծ ծախսերը արվում է, շատ լավ է, բայց այդ նաև պրակտիկ ոլորտ անցկացնելու համար դա հատկապես պետք է որ արտադրություն դառնա այդ ամեն ինչը եւ այլ ավելի կխթանվի գիտության զարգացումը։ Այսինքն կրթությունը, բարձրագույն կրթությունը, այդ ուղղությամբ զարգացումը, հա, հայ-տեքն է, արհեստական բանականությունն է, այդ ամեն ինչը աշխարհը առաջ է գնում, մենք չպետք է փոչում մնանք, էլի, մենք էլ համարժեք պոտենցիալներ ունենք։ Լավ, ինչ է մեզ սպասվում այս թոհուբոհի ավարտից հետո, այս հետընտրական։ Դե տեսնենք, թող 14-ին պաշտոնական թվերը հայտարարվեն եւ Ռուսաստանի արձագանքը վերջնական տեսնենք։ Հիմա արդեն այդ խորհրդանքները թե հեսա ԱՊՀ-ից ձեզ կհանենք, բանից, ՀԱՊԿ-ից ձեզ կհանենք, ԵԱՏՄ-ին էլ փաստորեն եթե փակում են առևտուրը, ուզես չուզես դու պիտի դուրս գաս արդեն։ Դե խնդիր չկա, եթե ֆորս մաժոր ճանապարհով են տանում, ավելի կտրուկ կփոկվենք իրենցից։ Եվ ինչքան շուտ փոկվենք իրականում այնքան լավ, գիտեք, այդ բանի պես այն թարախային այդ բանի պես է, պայթեցնում ես, մաքրում ես ու պրծնում ես, հա մի քիչ ցավա, բայց հետո մաքրված կլինես, որտեղ հիմա այն վիճակն է, որ քանի նաև ինքը ներքաշված է Ուկրաինայի հետ պատերազմում, իրանից ավելի հեշտ ալնելու փոկվել։ Վաղը կարող է մենք ուզենք էլ չկարողանանք։
Ես տեսնում եմ անընդհատ վրացիների եւ ադրբեջանցիների արձագանքները, շատ զարմացած եմ, սպասելի էր, բայց շատ զարմացած եմ, որ այն մեր ժողովրդական լեզվով ասած, այնց մի բալետ էին անում մեր ընտրություններում Հայաստանի ապագայի առումով ԿՊ-ին տրվելիք ձայների, այս ասելա թե Ռուսաստանից կտրվելու ցանկացած տարբերակ, անգամ Սաակաշվիլին, չէ, շնորհավորեց ու շատ հետաքրքիր տեքստ էր գրել։ Տեսեք, մենք բոլորս այդ իմաստով, քանի որ հետ կայսերական երկրներ ենք, մեծ իմաստով մի նավակի մեջ ենք, որտեղ շահերի համընկնում կա մեր անկախությունները պաշտպանելու հարցում։ Ադրբեջանը մի բարի պտուղ չի, այնտեղ ռեժիմը բոլորս հասկանում ենք։ Այդ ռեժիմը նույնքան վտանգ է մեզ սպառնում, որքան որ Ռուսաստանը, բայց Ռուսաստանի հարցում առնվազն մեր շահերը համընկնում են, որ օգնենք Ռուսաստանից, բայց օրինակ Եվրոմիության ինտեգրման հարցում մեր շահերը չեն համընկնում։ Եվ Ադրբեջանը պատահական չի, տեսեք ժողովուրդը ասում եք, շատերը այո, ժողովրդի մակարդակով հասարակ մարդիկ աջակցում են, բայց ռեժիմի մակարդակում այդ 300,000 ադրբեջանցիների տերմինը, որ պաս տվեցին այստեղի 5-րդ շարասանը, ով պաս տվեց։ Ալիևը պաս տվեց։ Պաս տվեց Պուտինի Իմանալով որ ոչ նման հարցը քննարկել ընդհանրապես Փաշինյանի հետ։ Հայաստանի հետ երբեք թույլ չեն տվել իրեն այդպիսի հարց քննարկվի Հայաստանի հետ, բայց համենայն դեպս պաս տալու համար համ Պուտինին բան արեց, ոնց որ ժեստ արեց, որ ամեն դեպքում ես քո նարատիվները բան կանեմ, կօգնեմ, որ Հայաստանում իշխանապողություն լինի, քո մարդիկ գան իշխանության, որտեղ Ալիևին ամեն դեպքում վտանգ է սպառնում, եթե Հայաստանը ժողովրդավարական, եվրոպական, Եվրոմիության անդամ երկիր դառնա, Վրաստանն էլ անմիջապես կհարի Հայաստանի։ Իհարկե, ու արագ տեմպերով զարգացած Հայաստանը եւ ռազմական առումով առավելություն կունենա եւ տնտեսական ամեն առումներով եւ ինքը չեմ ասում կհարցակվի Ադրբեջանի վրա ինչ որ վնաս կտա, չէ, բայց ինքը ռեժիմը կտապալվի, որտեղ իր ժողովուրդը կասի մի րոպե, մենք հաղթած պետություն ենք, Պարտված Հայաստանը, նավթի վրա նստած Պարտված Հայաստան առանց նավթ առանց բան եկավ առաջ ընկավ մի քանի անգամ մեզանից զարգացած դու ինչով ես զբաղված թալանից բացի սեփական ժողովրդի ու այդ դրա համար իր համար ֆունդամենտալ նշանակություն ունի որ Հայաստանում ժողովրդավարություն չլինի դրա համար առնվազն թուլացնելու համար Հայաստանում ժողովրդավարությունը ինքը այդ նարատիվները անմիջականորեն չէ Հիկմետ Հաջիևի միջոցով հետո ինչ որ ՀԿ-ների միջոցով այդ Արևմտյան Ադրբեջան կոչվող դա չի նշանակում որ այդ ամեն ինչը իրականությունա դառնալու։ Դա նշանակում է ընդհանրապես որ ինքը ուզում էր օգնել այստեղի 5-րդ շարասանը, բերանները լեզու դներ, որ ժողովրդավարությանը վնաս տային։ Ռուսական բաները այստեղ ազդեցությունը մեծացնեն։ Ասել է թե մեր բռնած ուղղությունը ճիշտ է, պետքա անհրաժեշտության դեպքում նաև մի քիչ համբերատար լինել, դիմանալ։ Դե մեր եթերաժամն էլ սպառվեց, շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ տաղավարում ես հյուրընկալել էի Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանին։ Ամենայն բարիք ձեզ։